Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Երևանից Հայկ Սուքիասյան, ով Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահն է։ Բարև պարոն Սուքիասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Պարոն Սուքիասյան, այսօր հիմնականում խոսելու ենք Իրանի շուրջ։ Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Իրանում, տեսնում ենք պատերազմի արդեն 4 օր է։ Իսրայելը շատ ակտիվ ռմբակոծում է Իրանը, Իրանի ատոմային օբյեկտները, ռազմական օբյեկտները եւ ոչ միայն Իրանը ի պատասխան հրթիռների արձակում Իսրայելի ուղղությամբ այնտեղ եւս կան բազմաթիվ ավերածություններ, մարդկային զոհեր եւ վիրավորներ։ Ընդհանուր առմամբ ինչ տպավորություն է այս 4 օրերի ընթացքում, արդեն 4-րդ օրն է այսօր, ինչ ձևով է շարժվում այս պատերազմը եւ ուր կարող է հասնել։ Նայեք, սա շատ բարդ խնդիր է։ Գիտենք, որ որոշ ժամանակ առաջ մի երկու օր Իսրայելը եւ Իրանը իրար հարվածներ հասցրեցին, դրանով բավարարվեցին։ Հետագայում եմ ավելի շատ հետախուզական աշխատանք էր։ Մի հատ ամեն մեկը ճշտեցին իրենց կարողությունները, իրենց զենքերի որակը եւ Իրանը եւ Իսրայելը որոշակի ճշգրտումներ են հաստատարել իրենց զենքերի հետ կապված, արդիականացել են իրենց զինատեսակները եւ հիմա պատրաստվել են ու գլխավորապես Իսրայելը այսօրվա իրողություններին։ Իսրայելը, գիտեք, միշտ ավանդականորեն օգտագործում է պատերազմի ստրատեգիան, այն է կանխարգելիչ եւ կայծակնային պատերազմը։ Դա Իսրայելի ռազմական ստրատեգիան է, արագ հավաքվել եւ մի քանի օրվա մեջ պարտություն պարտադրել։ Իհարկե ակնհայտ է, որ որոշակի իմաստով Իսրայելը առավելություններ ունի, բայց եթե մեր վերլուծությունները նայենք, մեր վերլուծությունները ավելի շատ մեխանիցիստական են, այսինքն մեր բխեցումները մեխանիկական հաշվարկների վրա են, ենթադրենք Իսրայելը այսքան ինքնաթիռ ունի, Իրանը ունի քիչ, Իսրայելը ունի ժամանակակից այսինչ, Իրանը ունի քիչ։ Սրանք իհարկե ճիշտ են, բայց պատերազմների վարման տեսանկյունից սրանք ոչ ամբողջական են, որտեղ պատերազմներում ուրիշ գործոններ էլ կան։ Կա օրինակ աշխարհագրությունը, տարածքի չափը, ժողովուրդների քանակը, ժողովուրդների բնավորությունը, ժողովուրդների հոգեբանությունը, կուտակված տարիների, միգուցե դարերի փորձը, ապրելու ձգտումը, որտեվ եթե միշտ հաղթեին ուժեղները, հիմա աշխարհում մի 10 հատ պետություն կլիներ։ Բայց եթե աշխարհում շատ պետություններ կան, նշանակում է միշտ չի, որ ուժեղն է հաղթում։ Դեպս ընդհանրապես մեր դատողությունները մեխանիցիստական սպանով Իսրայելի գերակայությամբ չընդունեն։ Բայց իհարկե պարզ է, որ քանորոթային պատերազմը Իսրայելը ունի որոշակի հաջողություններ, բայց մենք տեսնում ենք, որ Իրանն էլ ամեն դեպքում ատամներ ցույց է տալիս։ Հիմա թե սա ինչի համար է, պարզ է, որ ըստ տարածված լուրերի Իրանին միջուկային զենք թույլ չտալն է, որպեսզի ունենա, բայց դե Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիր, չի լինի, եթե խաղաղ պայմաններում միգուցե այլ բան, այլ ձևով ստորագրվեր, հիմա եթե իրենք առավելություն ստանան Իսրայելը, միգուցե շատ ավելի վատ պայմաններ դեմ տան, բայց դե հիմա տեսնենք ամեն դեպքում այս գործընթացները շարունակվում են, ես չունեմ վստահություն, որ Իսրայելը շատ մեծ հաջողություններ կունենա իհարկե, այս պահին էլ ունի, բայց հիմա եկեք նայենք արդյունքով, ինչ հարց է լուծել Իսրայելը կամ Իրանը, ինչ հարց են լուծել։ Իրար հարվածում են, արդյունքում ինչ արդյունք մենք ունենք այս պահին։ Այս պահին որևէ բան չկա, կա պատերազմ, Իսրայելը երևի ոգևորված ռուսական ինչ-որ բաներով ռազմական գործողություն է անվանում, ռուսերն են, չէ, Ուկրաինայի վրա հարձակվել են, ասում են ռազմական գործողություն է։
Բայց սա ակնհայտ է, որ պատերազմ է, կարևոր չի ծավալները ինչ բան է։ Երեք նույնիսկ ԿԳՆ-ին են զարգել, դիվանագետներ են վիրավորվել, Ա, իսրայելցիներ։ Այո։ Տեսնենք, ուզում ասեմ, այս գործընթացը հələ թող գնա կհասկանանք։ Ինձ թվում է, սա շատ մեծ պատերազմի կամ մեծ աղետալի հետևանքներով պատերազմ չի լինի, որովհետև դրա հաշվարկները ով ունի։ Իսրայելը ունի հաշվարկներ, մանավանդ լսում ենք, որ Պակիստանն էլ է հայտարարություններ արել, Հնդկաստանն է հայտարարություններ արել, այսինքն իրենք գիտեն սա ինչ կարող է դառնալ այս պատերազմը։ Հավանաբար ճնշման միջոց է Իսրայելի գերակայությունը ցույց տալու, հեղինակությունը պահպանելու, ավելի շատ ենթադրում եմ սա է, բայց իհարկե նաև Իրանին թույլ չտալն է, ոսի Իրանը միջուկային հարստացման զբաղվի, ինչպես այս պահին իրավիճակը էսպիսին է։ Բայց որքանով Ամերիկայի Միացյալ Նահանգները կան այս պատերազմի մեջ, որքանով Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերի չի բխում եւ շահերից չի բխում այս պատերազմը։ Այսինքն Բխում է կարող է ռեժիմի փոփոխության ծրագիր է դրված, չեք կարծում, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ Չինաստանի եւ Ռուսաստանի թուլացում հենց Իրանի միջոցով, այսինքն Իրանին խլեն, հանեն Չինաստանի եւ Ռուսաստանի ձեռքերից։ Իհարկե ԱՄՆ-ն պարզվոր ներկա է, որովհետև ԱՄՆ-ն է, ԱՄՆ-ի ներկայությունն է, նաև ռազմական աջակցությունն է, որ Իրանին, Իսրայելին տվել է այնպիսի ոգեղենություն, որ ինքը իրեն կարող է թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին է պատերազմ հայտարարել Իրանին, նկատի ունենանք ընդհանրապես տարածքները պետությունների համար շատ կարևոր են։ Իսրայելի տարածքը ինչքան է 24000 քառակուսի կիլոմետր է։ Օգտագործող տարածքը մի 14000, 10000 անապատ է։ Իրանը 1.600.000 քառակուսի կիլոմետր է, հեշտ չի էլի այդքան տենց այդ պետության դեմ կռիվ տալը։ Բազը որ կա ԱՄՆ աջակցությունը, ոչ միայն ԱՄՆ, այլ եվրոպական պետությունների իրենք գլխավորապես ռազմական աջակցություն են ցույց տալիս։ Ենթադրում եմ ԱՄՆ-ի նպատակը միգուցե Իրանում իշխանափոխությունն է, որտեղ օրինակ Բժեզինսկին ինչ է ասում է ԱՄՆ-ի եւ Իրանի կոնֆլիկտը տակտիկական է, ստրատեգիական չի։ Այսինքն նպատակը աշխարհիկ իշխանություն ունենալն է, որոնց հետ իրենք կարող են գնահատելի հարաբերություններ ունենալ։ Միգուցե եթե շարունակվի երկար ձգվես պատը, միգուցե իրենք ենթադրում եմ կարող են բորբոքել։ Հավանաբար նպատակը դա է գլխավորապես։ Երկու բան՝ միջուկային զենք ցույց չտալ եւ իշխանափոխության հասնել հեղաշրջման։ Կանեն թե չէ, չգիտեմ, կհասկանանք։ Մի բան միջուկային զենքից Իրանը պարզե որ հայտարարել որ հրաժարվում է։ Նայեք, Ռուսաստան, Չինաստան մի քիչ դժվար է, որտեղ Չինաստանի կարծեմ նավթի 40%-ը Իրանն է ապահովում։ Արդյոք Չինաստանը պատրաստ է զրկվել այս ռեսուրսից։ Կարող է օրինակ ինքն ինչ-որ պահի ներգրավի այս process-ին եւ Իրանին աջակցություն ցույց տա։ Կարող է օրինակ ռազմական աջակցություն։ Պարզ է ուղիղ ինտերվենցիա չէ, բայց զենքի զինամթերքի աջակցություն։ Իսկ ով է հաշվել, հետո դա ինչ տեղի կունենա։ Ռուսաստանի հարցը կարծում եմ ամենաթույլն է այս պարագայում։ Ռուսաստանը դուք տեսնում եք, որ այն Իրանը, որը Ռուսաստանին որոշակի աջակցություն է ցույց տվել զենքի զինամթերքի առումով Ուկրաինայում, այսօր Ռուսաստանը իրեն դրել է շլանգիտ է եւ որևէ չի արձագանքում իրեն դաշնակից հայտարարած Իրանին, չէ՞, Ընդհանրապես արտգործնախարարության հայտարարություններ եւ վերջ։ Հա, դա հայտարարություններ են, իսկ հայտարարություն ես էլ կարող եմ անել։ Այսինքն Ռուսաստանի պարագան այստեղ շատ մեծ չի, որ Ռուսաստանի սպոկեն բան եւ այլն, այդպեսի բան չկա։ Չինաստանն է հավանաբար։ Հիմա տեսեք, եթե սրանք լուրջ գործընթացներ գնան, շատ մեծ ծավալուն ընդգրկում ունենա այս պատերազմը, եթե Չինաստանը որոշի զենքով աջակցել Իրանին,
Եթե Պակիստանը, որը հայտարարում է, որ եթե միջուկային զենք կիրառվի, մենք կմիջամտենք, Հնդկաստանը, դե գիտեք, Պակիստանի դեմ պարզ է ինքը միշտ ողջ կա, ով է հաշվել, սա ինչի կարող է բերել, ով է հաշվել։ Դրա համար հավանաբար ինձ թվում է իրենք նվազագույն հաշվարկներ ունեն, ինչ որ կարճ ժամանակում ինչ որ լուծման գալ։ Եթե կարճ ժամանակում լուծումը չլինի, ինձ թվում է ինչ որ պահի կոնսենսուսի կգան եւ պատերազմը կդադարի։ 14 օր են ասում իսրայելացիները։ Պարոն Սուքիասյան, իսկ Հայաստանի համար ինչ վտանգներ եւ հնարավորություններ է ստեղծում այս պատերազմը։ Միանշանակ է, որ միայն վտանգներ չի կարող ստեղծել, այլ նաեւ կարող է հնարավորություններ ստեղծել։ Կուզենայի անպայման երկուսից էլ խոսենք։ Դե նախ այն իմաստով է վատ, որ մենք երկու երկրներում էլ ունենք սփյուռք եւ ցավալի կլինի, որ այդ երկրներում ապրող հարությունը վնասներ կրի։ Բայց իհարկե մենք դա մեր դարերի խնդիրն է, մենք մի խոսք ունենք, չէ, որտեղ երկրաշարժ մի հատ վանեցուտում պետք է փլվի։ Այդ այս մեր որպես ժողովուրդ անձնական վնասներն է, ողբերգությունն է։ Հիմա մեծ գլոբալ առումով եթե խոսենք վնասներից, իհարկե էլի մեզ մոտ վերլուծությունները գլխավորապես բխեցվում են ընդհանրապեսի տեսակետից, ընդհանրապես ամեն ինչ կարող է լինել, լավ էլ, վատ էլ, բայց խոսքը ընդհանրապեսի մասին չի հասկանանք, մասնավորապես ինչ կարող է լինել, որովհետև հիմա նաև ողբերգական տագնապային վերլուծություններ կան, իհարկե պատերազմի առաջին վայրկյաններից Հայաստանում Պանիխիդայի տեսքով վերլուծություններ կար, որ հեսա Իրանը այլևս չկա բան, դա մեր բնավորությունն է։ Ընդհանրապես ամեն ինչ էլ կարող է, բայց հասկանանք մասնավորապես խնդիրներ կարող են լինել, թե չէ։ Մասնավորապես խնդիրներ Հայաստանի համար ստեղծվելու հավանականություններ չկան։ Ու եթե կան էլ դրանք, ասենք, նվազագույն տոկոս են կազմում, խոսք կա, որ ինչ-որ միջանցք բան, այս Ադրբեջանը ուզում, նայեք, Իրանը մեր տարածքային Իրենք Հաջիևն էր հայտարարել։ Իրենք ամեն առիթ օգտագործում են դա հայտարարելու, նաև Հայաստանում վերլուծություններ կան, որ Իրանն էր, որ ապահովում էր Հայաստանի տարածքային ամբողջականություն, բան, տափակ վերլուծություններ են։ Մեր հատկապես կոմունիկացիաները ու գլխավորապես ապահովում ենք մենք, բայց մեր կոմունիկացիաները, եթե օրինակ ԱՄՆ-ն Իրանի հետ խնդիր ունի, մեր կոմունիկացիաների հետ խնդիր չունի։ Եվ մեր կոմունիկացիաները ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունեն։ Ես ուզում եմ ասել, որ մեր պարագայով ԱՄՆ-ն ռազմավարական որոշում է կայացրել։ Այդ ռազմավարական որոշումը Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումն էր։ Մեր տարածաշրջանում ռուս-թուրքական գործարքի փլուզումը ցեղասպանության ճանաչումով է եղել։ Երբ որ հասկացան, որ տարածաշրջանում ռուս-թուրքական գործարք է, հենց այդ ժամանակ ճանաչեցին ցեղասպանությունը, հասկացնելով Թուրքիային, որ չափը ճանաչի։ Հետևաբար մեր անվտանգության որոշակի բան գալիս է այնտեղից։ Մեր կոմունիկացիաները եւ Հայաստանի անվտանգությունը տարբեր գործոններով բարձացել է։ Կարող է շատ չէ, բայց բարձացել է։ Դրանք Եվրոմիության դիտորդներն են։ Դա իհարկե առաջին հերթին մեր ներքին պոտենցիալի որոշակի կարգի բերումն է։ Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններն են, Հռոմի ստատուտի վավերացումն է, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական հարաբերություններն են։ Իրանը մեր շուրջ մեր կողմից ստեղծված հաշվեկշռի մեջ բաղադրիչ է։ Ոչ թե գլխավորապես Իրանն է, որ բաղարդ է Իրանը իր առողջության համար մեզ հետ դաշնակից է մեր տարածքային ամբողջականության հարցում, բայց միայն Իրանով չի, որ պայմանավորված է։ Դեպապես վերլուծությունները, որ հեսա Ալիևը, հեսա բան, տենց էս է տանելու, այն է տանելու, ախոր նման, տենց դրա հավանականությունները գրեթե զրոյին մոտ են։ Իսկ ձեռբերումներ, դե գիտեք ոնց է, այս պահին հատուկ մեզ համար ձեռբերումների մասին չխոսենք,
քո գործընթացները գնա կհասկանանք։ Իսկ ընդհանրապես նայեք պետությունները այդպես ստացվում է աշխարհում։ Պետությունները էգոիզմի տարրեր ունեն իրենց մեջ։ Մենք շատ անհանգստանում ենք այս պատերազմով։ Բնական է, որ Իրանը մեզ հետ ինչ-որ առումով նաև բնական դաշնակցի ձգտումներ ունի, ու չասենք, որ այդ է իրականում, բայց կա որոշակի նման բան, բայց պետությունները ամեն դեպքում էգոիզմ ունեն։ Եվ օրինակ շատ եմ ասել, հիմա էլ եմ ասում, 90-ական թվականներին Իսրայելի ռազմական նախարար Իդետ Օնոկա, երբ որ լրագրողը դրան հարցնում է, ասում է, նայեք, ձեր բոլոր հարևանները իրար հետ պատերազմում են։ Որն է ձեր տեսակետը, ասում է, մենք բոլորին հաջողություն ենք մաղթում։ Հիմա պետություններ են, թող մի քիչ էլ կռվեն, աշխարհի վերջը չի։ Եթե դրանք լուրջ մեծ տեղաշարժեր ունենան, որի հավանականությունը չկա, այդ ժամանակ նոր մենք կմտածենք, որտեղ ինչ հնարավորություն ունենք, որտեղ ինչ խնդիրներ կարող են ունենալ։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եթե նայենք, շատ խելացի է։ Պետության դիրքորոշումը այն է դատապարտել պատերազմը շատ ճիշտ է, որտեղ իհարկե Հայաստանը ինչ-որ առումով Այդ դատապարտելով նաև Իսրայելի գործողությունները ինչ-որ միտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ հայտարարությունը չհարվածեց, թե չէ։ ոչ։ Ես նայեք, ընդհանրապես պետությունները քաղաքականություն իրականացնում հաշվի առնելով իրենց պոտենցիալը։ Պետության պոտենցիալը ո՞րն է։ Դա պետության աշխարհագրությունն է։ Այն տարածաշրջանը, որտեղ ինքը գտնվում է, հարևանների հետ ունեցած հարաբերությունների բնույթն է, դաշնակիցների արկայություն կամ բացակայությունը։ Պետությունը այս ամենը հաշվում է, զբաղվում է քաղաքականությամբ։ Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է եւ ըմբռնումով է մոտենում Հայաստանի արտաքին քաղաքականության շեշտադրումներին, որտեղ իրենք շատ լավ գիտեն մենք որտեղ ենք գտնվում։ Շատ լավ գիտեն։ Շատ լավ գիտեն, որ Հայաստանի աշխարհագրությունը Հայաստանին շատ դեպքերում մանևրի հնարավորությունից զրկում է։ Նայեք, այս մեծ գլոբալ գործընթացներում Հայաստանի դերակատարությունը ընդհանրապես երևացող չի։ Մենք այս բոլոր process-ների մեջ մենք դերակատար չենք, հիմա գլուխ չգովենք։ Հետևաբար մենք որևէ մեկին պաշտպանենք, չպաշտպանենք, դրանից հարց չի լուծվում։ Բայց այն, որ մենք ունենք հարևան, որի հետ մենք ապրելու ենք հետագայում, սա հարց է, որը մենք պետք է նկատի ունենանք։ Դեպապես ես վստահ եմ, որ ԱՄՆ-ում եւ ընդհանրապես Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի դիրքորոշումը օբյեկտիվ է, այլ բարոյական է, նկատի ունենանք եւ որևէ կերպ ԱՄՆ-ի դեմ չի։ Կարող է մի քիչ Իսրայելի դեմ է ենթադրենք, որովհետեւ ընդհանրապես անարդար պատերազմների բարագայում միշտ ճիշտ է միջազգային իրավունքի վրա հղում անելը։ Հայաստանի հայտարարությունը հիմնված է միջազգային իրավունքի վրա, պատերազմներ պետք է չլինեն, սա նորմալ է, մնացածը եմ ասում, մենք ԱՄՆ-ի որևէ կերպ չենք հարվածում, ես վստահ եմ, որ իրենք շատ լավ ըմբռնում են մեր իրադրությունը, մեր աշխարհագրությունը եւ դրանց բխող մեր քաղաքականությունը։ Պարոն Սուքիասյան, ենթադրենք երկու սցենար իրանական Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմի ավարտի։ Իսրայելը չի ཐակցնում, որ ցանկանում է ռեժիմի փոփոխություն իրականացնել։ Սպանել է բարձրաստիճան զինվորականների, գիտեք, հետախուզության ծառայության պետին է սպանել։ Նույնիսկ ինչպես նշեցի, արտգործնախարարությանն է հարվածել, հիմա քննարկում են Հոմեյնիին լիկվիդացնելու են, թե չէ։ Իբր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան վետո է կիրառել, ասել է, որ չէ, նման բան չպետք է տեղի ունենա, բայց արդեն բունկեր են տեղափոխել Ալի Համենիին Աֆղանստանի հետ սահմանին, նույնիսկ խոսքա, որ կարող է Ռուսաստանը ընդունե իրանական ռեժիմի ներկայացուցիչներին։ Սցենար առաջին, եթե այնուամենայնիվ հաջողվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ռեժիմի փոփոխություն իրականացնել, ինչ տեղի կունենա այդ պարագայում Հայաստանի համար, եւ սցենարի երկրորդ, եթե ռեժիմի փոփոխություն չի տեղի ունենա, ավելի կլարվեն հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, Եվրամիության եւ Իրանի միջև, արդյոք Իրանի դիրքորոշումը կփոխվի Հայաստանի մասով, նույն Եվրամիության դիտորդական առաքելության, Եվրոպայի հետ ինտեգրման հարցերում։
կհասնեն, թե չէ, պարզ է, որ իրենք նպատակադրում ունեն Իրանում հասնել աշխարհիկ իշխանության ձևավորմանը, դա ընդհանրապես նայեք լիբերալ աշխարհի ձգտումն է, օրինակ միջազգային հարաբերություններում լիբերալիզմի տեսությունը ինչ ասում է, դա որը պետություն դեմոկրատական է, եւ ինքը այլ պետության հետ շահեր ունի, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի դիմացի պետություն դառնա դեմոկրատական։ Եթե իշխանությունը չի դեմոկրատական, ապա բնական է, որ իրենք կհամագործակցեն կոնտր էլիտաների ընդդիմության հետ, իսկ եթե հնարավորություն կունենան իշխանությունը փոխեն, կփոխեն։ Հիմա էլ եմ ասում նորից ԱՄՆ-ի եւ Իրանի խնդիրները տակտիկական են, ստրատեգիական չի, դա մեծ կոնֆլիկտի չի վերածվել, դա հնարավոր բան չի։ Այսինքն կատաստրոֆաները թողնենք մի տոկոս հավանականությունը, բայց եթե ռացիոնալ դատենք, եթե չհասնեն Իրանում իշխանափոխության, ինչ որ պահի այդ կոնֆլիկտը կկանգնի։ Նորից Իրանի նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն, կուժեղանա եւ այլն։ Այսինքն գնան մեկուսացում ուժեղացնելու։ Բայց եթե հաջողեն Իրանում իշխանափոխություն, այստեղ մեծ վնաս չկա, մեզ համար ընդհանրապես չկա։ Եթե կգա նոր իշխանություն կլինի դեմոկրատական իշխանություն, դե հիմա Իրանի համար չգիտեմ դեմոկրատիա եւ այլն։ Օրինակ Համեմատության մեջ, հա։ տպավորությունը, որ հարկերոնապետություն է, բայց այդ երկրում հատուցություններ են անցկացվում։ Ադրբեջանում հատուցությունը անցկացվում է, իբր վրան դեմոկրատական է գրած, բայց ոչ մի հատուցություն չի անցկացվում։ Եթե կլինի նոր իշխանություն, աշխարհիկ իշխանություն եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվի, մեզ համար դրանից միայն կլինեն դերական բաներ։ Իսկ եթե չլինի եւ Իրանը կմնա այնպեսին ինչպեսին կա, ավելի կմեկուսանա աշխարհից եւ կդառնա միգուցե ավելի ագրեսիվ, էլի մեր պարագայում մեծ վտանգի բան չեմ տեսնում, որովհետեւ էլի ես կարծում եմ, ինչպես ԱՄՆ-ն է հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես Արևմուտքն է ըմբռնում Հայաստանի հայտարարությունները ուղղված Իսրայել-Իրան պատերազմին, այնպես էլ Իրանն է դա հասկանալու։ Մենք ընդհանրապես նայեք Հայաստանի Հանրապետությունը բոլոր պետությունների հետ համագործակցելու է, դա լինի Իրանը, դա լինի Հնդկաստան, դա լինի ԱՄՆ-ն։ Մենք Իրանով չպետք է պայմանավորենք։ Իհարկե Իրանի գործոնը նշանակալի գործոն է, բայց Իրանը Իրանի ուզելով չի մենք այլ պետությունների համագործակցենք, թե չէ, մենք կհամագործակցենք։ Ես վստահ եմ, որ Իրանը դեմ չի Եվրոմիության դիտորդներին, որտեղ մենք նախ նորմալ բացատրական աշխատանք տարել ենք, որտեղ դեմ լինել, միջև էլ դեմ կլինել, էլի։ Դրանից հետո էլ դեմ չի լինելու, որտեղ ինչ որ մենք անում ենք Իրանի դեմ չի։ Ասեմ ավելին, եթե Իրանը գնաց մեկուսացման, ապա իր համար եթե ոչ միակը չասենք, բայց այն նվազագույն պատուհաններից է Հայաստանը, որի միջոցով ինքը կարող է արտաքին աշխարհի հետ կապվել։ Ընդհանրապես Իրանի շահերից որևէ կերպ չի բախի, որ ինքը գնա Հայաստանին այդպես նեղելու ճանապարհով։ Ուզում ասել, այս խնդիրներ չկա։ Մեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը գտել է այն ուժերի հաշվը կշռի այն բանաձևը, որը կարող է դեռևս շատ չի, բայց որը դեռևս թույլ է տալիս իրեն արտաքին աշխարհի համար հասկանալի լինել եւ կարծում եմ Իրանի պարագաները երկու դեպքում է փոփոխության իշխանության կամ չփոփոխության մեզ համար բնույթ չկա։ Պարոն Եթե Սուքիաս, դեմոկրատական դառնա ավելի շատ, կարծում եմ այդտեղ նույնիսկ կարող է մեզ համար ավելի դերական բաներ։ այո, պարոն Սուքիասյան, օրեր առաջ մենք տեսանք, որ Բերձորում Լաչինում հանդիպում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի, Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Պակիստանի վարչապետի միջև։ Այդ հայտարարությունները մենք լսեցինք, որ հայտարարությունները որ արվեցին, դրանից հետո կրկին սկսեցին խոսել իբր Սյունիքով միջանցքից։ Էրդողանն էր հայտարարություն արել, իր հայտարարության մեջ սկզբում մի փոքր զգուշ էր, ասում էր անցում, բայց այնուամենայնիվ մի պահ նաև միջանցք բառը կարծես թե օգտագործել էր, ասում էր, որ դա շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այն կապ է լինելու թուրքական աշխարհի հետ։ Ընդհանուր ինչ տպավորություններ կան այդ հանդիպումից։ Մեզ համար սպառնալիքներ առաջանում են, թե չէ։ Ընդհանրապես ամեն ինչը կարող է լինել, բայց էլի հարցն այն մասնավորապես մեզնից
իրենք միջանցք ուզում են 2020 թվականից սկսած։ 2022-ից շատ սրվել է այդ հարցը, որովհետև դեռևս մեր տարածաշրջանում կար ռուս-թուրքական գործարք, կար թուլացած Հայաստան, դաշնակիցներ չունեցող Հայաստան եւ պատերազմից մազապոց պրծած Հայաստան։ Հիմա պարզ էր, որ այն ժամանակ նման հնարավորությունները շատ մեծ էին։ Ուզենային կտանային, օբյեկտիվ լինենք։ Եթե ուզենային կտանային։ Հիմա արդյոք կա նման հավանականություն։ Նայեք, 1.5-3 տարիների ընթացքում պոտենցիալ ենք կուտակել։ Շատ չէ, միգուցե, բայց կուտակել ենք։ Դա որն է։ Մենք Ադրբեջանին ստիպել ենք ճանաչել Ալմատի հռչակագիրը, այսինքն երկու պետությունների տարածքային ամբողջականությունը։ Մենք ԱՄՆ-ն, ելի եմ ասում, գլխավոր հարցը եւ մեր անվտանգության գլխավոր ապահովման երաշխիքներից մեկը ցեղասպանության ճանաչումն է։ Դա ստրատեգիական նշանակություն է։ Դա չի ճանաչել, որովհետև ցեղասպանությունը պիտի ճանաչել։ Դա ճանաչել է, որպեսզի թույլ հասկացնի, որ տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի ավել փոփոխություն ԱՄՆ-ն թույլ չի տալու։ Սա մեկ։ Էլի մենք սկսեցինք քիչ թե շատ կարգի գալ։ Մենք սկսել ենք զինվել, չգիտեմ ինչքան է չափը, բայց սկսել ենք զինվել։ Մենք Ադրբեջանին ստիպեցինք այլ պետությունների հետ համագործակցաբար մեզ հետ բանակցել եւ վերջնականորեն պատրաստել խաղաղության համաձայնագիրը, մնում է ստորագրել։ Մենք նորից էլի ռազմաքաղաքական համագործակցություն ունենք ԱՄՆ-ի ռազմական չասենք, բայց քաղաքական կա, որովհետեւ ռազմավարական համագործակցության պայմանագիր ունենք ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի գործոնը կա։ Իրանը իհարկե Իրանը Իսրայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները միգուցե կարող թուլություն ցույց տալ, բայց այդ Իրանը արդյոք չունի այնքան առողջություն, որ թույլ չտա Ադրբեջան գրեթե զրոյին մոտ են։ Իրենք իհարկե կհավաքվեն իրենց գործընկերներով, իրենք իհարկե հոգեբանական ճնշում գործադրեն, մեր ժողովրդի հոգեբանության վրա կազդեն, Հայաստանում կբորբոքեն անիմաստ վերլուծություններ, որ հեսա, տարան եւ այլն բան։ Եթե Պակիստան կա, Հնդկաստանը մեզ հետ է լինելու, որտեղ Պակիստանը կա, Հնդկաստանը այդ պետության կողքն է։ Դրապես այլ նկատի ունենա։ Նկատի ունենք, որ Հնդկաստանը եւս շահագրգռված է մեր կապուղիներով, այսինքն այս պահին Ադրբեջանը բոլոր լեգիտիմ կամ ձևական նույնիսկ լեգիտիմ հիմքերից զրկված է մեր դեմ պատերազմ հրահրել։ Իսկ ընդհանրապես նայեք, մի բան պետք է նկատի ունենանք, եթե կլինի դա, բայց որի հավանականություն չկա։ Մենք որպես ժողովուրդ եւ պետություն պիտի մի անգամ այնպիսի պատերազմ վարենք, որ Ադրբեջանը հաջորդ անգամ 40,000 անգամ մտածի հարձակվել թե չէ։ Բայց սա ընդհանրապես, իսկ մասնավորապես էլ եմ ասում, ճիշտ է, կհավաքվեն, այս խոսեն, ենք ուզեն, դրանք համար պետություններ են։ Բայց այս պահին իրենց երազը իրացնելու պոտենցիալ իրենք չունեն։ Պարոն Սուքիասյան, օրեր առաջ նաև Եվրամիության մեջ քննարկում էր նոր ռազմավարություն, Սևծովյան անվտանգություն, կարծեմ նման անուն էին տվել, որը որ ներառում էր Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հատուկ շահեր ունի Հարավային Կովկասում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս տեսնում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ կոմունիկացիաները ապաշրջափակվելու են։ Այս առումով ինչ կարող եք ասել Եվրամիության այդ ծրագրի մասով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, արդյոք դա իրատեսական է։ Նայեք, Միացյալ Նահանգները Եվրամիությանը մատնեց է թափ տվել, որ ԱՄՆ-ի գործող իշխանության ժամանակ, որ պարզ է, որ Եվրամիությունը եւս որոնումների մեջ է, նախ տնտեսական զարգացման, հետո ռազմաքաղաքական, այլ ընդհանրապես անվտանգային հարցերում։ Դուք գիտեք, որ ԱՄՆ-ի ինչ-որ իմաստով մեկուսացումը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պարագայով Եվրամիությանը ստիպել է շատ արագ որոնումներ
սկսել եւ ինքնակազմակերպվել որպես ինքնուրույն միավոր եւ իհարկե ԱՄՆ-ի մի կողմ քաշվելը, որը իհարկե ուղիղ մի կողմ չի քաշվել, բայց այն աջակցությունը, որ ինքը մինչև այդ ուներ Ուկրաինային, չկա։ Եվրոմիությանը ստիպել է, որ Եվրոմիությունը պատի նման կանգնի Ուկրաինայի կողքը եւ որոնի նոր ուղիներ։ Հիմա պարզ է, որ աշխարհում կապուղիների լոգիստիկայի որոնումներ են, պետությունները զարգացման հնարավորություններ են որոնում։ Այդ պատերազմները հո միայն տարածքների համար չեն, այդ պատերազմները հետագա պետությունների պրոգրես, անվտանգություն ապահովելու համար են։ Նաև կոմունիկացիաների վրա գերակայություն ունենալն է։ Մենք մեր կամքից անկախ այդպես ստացվել է։ Մեր աշխարհագրությունը մեզ տվել է մի կարևոր նշանակություն, որն է միանալ միջազգային կապուղիներին։ Ես վստահ եմ, որ արտաքին աշխարհը, գլխավորապես ԱՄՆ-ը, Ֆրանսիայի Եվրոմիությունը հետաքրքրված է, որ Հայաստանը մնա առողջ։ Տարբեր պատճառներ կան, նախ որտեղ Հայաստանի Հանրապետություն դեմոկրատական պետություն է, Հայաստանի Հանրապետությունը բոլոր բեռնափոխադրումները իրականացնի միջազգային իրավունքի շրջանակներում։ Հետագայում ընդհանրապես պարզ է, չէ, որ եթե ասենք Թուրքիան կամ Ռուսաստանը լինեն այդ կապուղիների տերը, դրանց վրա չեն կարող ճնշել, բայց եթե լինի Հայաստանը, Հայաստանի վրա կճնշեն, էլի։ Դրապես իրենք շահագրգռված են, որ մենք եւս մնանք առողջ։ Եվրոմիությունը, բա ինչու է Եվրոմիսիան դիտորդներ բերել։ Դա հո միայն կապուղիների համար չի, դա Եվրոմիության ինչ որ իմաստով այստեղ ներկայությունն է։ Այսինքն Եվրոմիությունը եւս փնտրտուքների մեջ է։ Եվ մենք որպես իրենց հարազատ ժողովուրդ, որտեղ մենք քաղաքակրթորեն, մշակութորեն այդ ավազանի ժողովուրդ ենք։ Իրենք նաև պաշտպանում են եւ իրենց հարազատ մշակույթը, եւ իրենց հարազատ քաղաքակրթությունը, բայց նաև կոմունիկացիաները։ Դրապես հիմա եկ շատ կոնկրետ բաների մասին խոսելը մի քիչ դժվար է, որովհետեւ հարաբերող է նոր աշխարհակարգը, որ ձևավորվում է, ինքը այտենց ճառոցով է ձևավորվում, դժվար է փոխվում, պատերազմներ են առաջանում, որոնց ելքերը դեռևս դժվար է կանխորոշել, որովհետև մեծ մասշտաբի բաներ են, էլի։ Դրա համար բոլորը փնտրտուքի մեջ են, բայց մենք բարձրում է, մենք ունեցանք բավարար իմաստնություն, այս ամեն ողբերգությունների մեջ գտնել են նվազագույն բալանսը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը կա։ Հայաստանի Հանրապետությունը լավ հարաբերություններ ունի եւ Եվրոմիության հետ, եւ ԱՄՆ-ի հետ, եւ Իրանի հետ։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր չի խնայում Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր չի խնայում Թուրքիայի հետ նվազագույն իմաստով կառավարել դարձնել իր հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունը արտաքին աշխարհի համար բացել է իր կոմունիկացիաները, ուզում է բացել իր կոմունիկացիաները։ Վստահ եղեք, որ այդ մեր ծրագրերը թեկուզ խաղաղության խաչմերուկ է, դրանք գնորդներ ունեն, վստահ եղեք արտաքին աշխարհում։ Ռուսաստանի ներկայությունը չափավորում, մենք հասկանալի ենք արտաքին աշխարհում, հետաբարապես մեզ համար հնարավորություններն ավելի շատ են, քան դժվարությունները։ Շատ շնորհակալ ենք, պարոն Սուքիասյան, այսօրվա զրույցի համար։